200 դիտորդով Հայաքվեն դիտորդական առաքելություն է իրականացրել Գյումրի և Փարաքեր համայնքների 98 ընտրական տեղամասերում։ Քվեարկության նախորդող լռության օրը նաև բուն քվեարկության օրը ՔՊ պաշտոնական էջը Facebook-ում քարոզչություն է իրականացրել։ Այդ քարոզչության, այսպես ասած, սկրինշոթերը մենք հատուկ պահպանել ենք եւ կներկայացնենք Կենտրոնական ընտրական հանձնաժողով, դա արգելված է։ ՔՊ մի շարք քարոզիչներ նաև իշխանամերձ կայքեր ընտրության օրը մրցակից թեկնածուի դեմ հակաքարոզչություն են իրականացրել։ Վիգեն Ծատրյանը, Հայկ Թորոյանը, Մեդիանյուզ եւ Civic AM կայքերը իդենտիկ բովանդակությամբ հակաքարոզչություն են իրականացնում մասնավորապես Գյումրիում, թե Փարաքարում եւս, բայց առաջին հերթին Գյումրիում քաղաքացիական պայմանագրի մրցակիցների նկատմամբ, որը եւս արգելված է լռության եւ քվեարկության օրը։ Իշխող ուժի պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ընտրության օրը զրպարտիչ հայտարարություն է արել Հայաքվեի հասցեին։ Կոչելով այն կեղծ դիտորդական առաքելություն, որևէ կերպ դա չհիմնավորելով։ Ես հատուկ կարծում եմ, որ պարոն Ալեքսանյանը կամ պետք է ներողություն խնդրի, հաշվի առնելով մասնապես իր հանրային կարգավիճակը, կամ պետք է փաստեր ներկայացնի, որ մենք որպես դիտորդական առաքելություն կեղծ էինք եւ հանդես են գալիս տեխնացուներից ինչ-որ մեկի օգտին։ Նախընտրական բուն ընտրության եւ հետընտրական խախտումների վերաբերյալ Հայաքվեն ծավալուն զեկույց է պատրաստում ԿՀ կներկայացնի, ասում է Գոհար Մելոյանը։ Քվեաթերթիկների ոչ ամբողջական տրամադրում առանց դրոշմակնիկների քվեարկություն խախտումներ է, որ Գոհար Մելոյանն է բարձրաձայնում։ Լայնամասշտաբ արձանագրումները դա տեղամասային կենտրոնների տարածքում կուտակումներն են, ընդ որում կային վերահսկող քաղաքացիներ, ինչի տեսագրությունները ունենք, ովքեր հատուկ ուղղորդումներ էին իրականացնում կազմված ցուցակներով։ Հայաքվեի դիտորդները եղել են իշխող ուժի ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում։ Հանձնաժողովների նախագահները շատ հաճախ ստանում էին զանգեր, որը մեր դիտորդները մեզ փոխանցել են, թե ովքեր են այս սևազգեստ, մեր Հայաքվեի տարբերանշանով մարդիկ, անուն-ազգանուններն էին ճշտում, կամ ասենք, չգիտեմ, հաճախելության մասին էին տվյալներ վերցնում։ Քաղաքացիներին մեքենաներով են բերել ընտրության, սա Հայաքվեն դիտարկում է որպես ուղղորդում։ Հետևաբար մենք կարող ենք մեզ թույլ տալ ենթադրել, որ դրանք ուղղորդված մարդիկ են եւ երևի նաեւ ճնշումների ենթարկված, թող իրապահ մարմինները ուսումնասիրեն այդ դեպքերը, մենք որոշ դեպքերում նաեւ մեքենաների տվյալները հրապարակել ենք։ Ատոմ Մխիթարյանը դիտորդական առաքելություն է իրականացրել Փարաքարում ոստիկանական մեծաթիվ ուժերի առկայություն, որոնք երբեմն գտնվել են ընտրատեղամասերում, որոնց իրավունքը չունեն բաց քվեարկություն, ընտրողների կուտակումներ արձանագրել են ամ։ Նկատվել են բջջային հեռախոսով քվեախցիկ մտնելու դեպքեր, լսվել են լուսանկարելու ձայներ։ Արմեն Օվակիմյան, Վարդան Գրիգորյան, Լրաբեր։ ԱՄՆ դեսպանության այցելուի